Ինչ տարբերություն կա վիդեոմոնտաժ անողի, անիմացիա անողի և motion դիզայների միջև։ Վիդեոմոնտաժողը կառուցում է պատմություն արդեն իսկ նկարահանված կադրերի հիման վրա։ Նրա հիմնական ֆունկցիաներից է պահպանել պատմության ռիթմը, կադրերի հերթականությունը և չկորցնել իմաստը։ Կատարում են նաև գույների ուղղում և աուդիո դիզայն։ Հարգելի մոնտաժնիկներ, գործընկերներ ջան, եթե ես որևիցե բան մոռացա ձեր ֆունկցիաներից, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք։ Անիմացիա։ Այս մասնագետները կարող են աշխատել 0-ից, ձեռքի տակ ունենալով ընդամենը մեկ գիծ, թեպետ նաև աշխատում են թե լուսանկարների և թե տեսանյութերի հետ։ Motion դիզայն։ Սա հավաքական մասնագիտությունների կերպար է՝ գրաֆիկական դիզայն, անիմացիա և մի քիչ վիդեոմոնտաժ։ Աշխատում են կոնցեպտով, մտածում են գաղափարին տալ շարժում, շունչ և հոգի։ Բաժանորդագրվիր, ես քեզ մի օր պետք եմ գալու։ Ինչ տարբերություն կա վիդեոմոնտաժ անողի, անիմացիա անողի և motion դիզայների միջև։ Վիդեոմոնտաժողը կառուցում է պատմություն արդեն իսկ նկարահանված կադրերի հիման վրա։ Նրա հիմնական ֆունկցիաներից է պահպանել պատմության ռիթմը, կադրերի հերթականությունը և չկորցնել իմաստը։ Կատարում են նաև գույների ուղղում և աուդիո դիզայն։ Հարգելի մոնտաժնիկներ, գործընկերներ ջան, եթե ես որևիցե բան մոռացա ձեր ֆունկցիաներից, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք։ Անիմացիա։ Այս մասնագետները կարող են աշխատել 0-ից, ձեռքի տակ ունենալով ընդամենը մեկ գիծ, թեպետ նաև աշխատում են թե լուսանկարների և թե տեսանյութերի հետ։ Motion դիզայն։ Սա հավաքական մասնագիտությունների կերպար է՝ գրաֆիկական դիզայն, անիմացիա և մի քիչ վիդեոմոնտաժ։ Աշխատում են կոնցեպտով, մտածում են գաղափարին տալ շարժում, շունչ և հոգի։ Բաժանորդագրվիր, ես քեզ մի օր պետք եմ գալու։